Հիփոթեկային վարկեր ունեցող քաղաքացիներն ահազանգում են։ Վերջին ամիսներին վարկերի տոկոսները բարձրացել են։ Իսկ ավելի կոնկրետ, եթե նախկինում բանկերը 7-8%-ով էին վարկեր տրամադրում, ապա այժմ դրանց սահմանաչափը հասել է 9-ից 11%-ի։ Ինչու են բարձրացել տոկոսադրույքները եւ ինչու բանկերը չեն վերանայում կամ իջեցնում դրանք։ Օրեր առաջ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովում ընդդիմադիր падգամավորի այդ առնչությամբ արված դիտարկումը մտորման տեղիք տվեց։ Որտեղ է բանկերի ռիսկը։ Հիփոթեք ունեցող անձանց ստորագրած պայմանագրերում։ Ֆինանսական համակարգը շարունակում է մնալ դոլարացման մակարդակը բարձր է, չնայած շարունակաբար նվազում է, սակայն դա եւս տոկոսադրույքների, այսպես դրամով տոկոսադրույքների ոչ բավարար ճկունության պատճառներից մեկն է հանդիսանում։ Այստեղ կարևոր պատճառներից մեկն է ֆինանսական համակարգում մրցակցության ոչ բավարար մակարդակը։ Տոկոսադրույքը նվազեցնելու շատ մեծ հնարավորություն չկա, ասում է Քթոյանն ու նկատում։ Բանկերը շահագրգռված չեն պայքարելու էժան ռեսուրսներ ներգրավելու համար, քանի որ մրցակցությունը շուկայում սահմանափակ է։ Տոկոսադրույքների նվազեցումն էլ մեծապես պայմանավորված է շուկայում նոր խաղացողների ի հայտ գալով եւ մրցակցության ուժեղացմամբ։ Իրենց շահութաբերությունը պահպանելու բանկերի ցանկությունն էլ է բնական, քանի որ այս դեպքում եկամտի միակ աղբյուրի վարկերի տոկոսների իջեցման դեպքում բանկերը ավելի արագ կհայտնվեին ավելի մեծ ռիսկի ու հնարավոր պարտքերի մեջ, որն էլ իր հերթին լուրջ վնաս կհասցնի քաղաքացու գրպանին։ Տոկոսադրույքները բարձրանում են մի քանի պատճառներով։ Առաջինը հիփոթեկային վարկերի մեծ պահանջարկն է։ Երկրորդը կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունը դեռ չի արտացոլվել շուկայում։ Բացի այդ, բանկերը փորձում են այլ կերպ ապահովագրվել շուկայի անկայունությունից, պարզաբանում է տնտեսագետը։ Ցանկացած բիզնես առաջնորդվում է պահանջարկով։ Պահանջարկը մեծ տոկոսադրույքը որքան է բարձրացնել, շահույթները մեծ են լինում, ձեռնտու է բանկերին եւ մարդկանց դեռ ձեռնտու է։ Այն պահից սկսած, որ կբարձրանան տոկոսադրույքները եւ հիփոթեք վերցնողները քիչ կլինեն, այդ ժամանակ արդեն կարող է իջնել։ Միակ միջամտող է հարցում կարող է լինի կենտրոնական բանկը, որը բարձրացնում կամ իջեցնում տոկոսադրույքները, բայց այս պարագայում կենտրոնական բանկը վստահաբար դա չի անի, որովհետեւ նման խնդիր չկա։ Տնտեսագետը միաժամանակ նկատում է, որևէ մեկը ապահովագրված չէ ու վստահ չի կարող լինել, որ մի քանի ամիս անց տոկոսադրույքը կրկին չի բարձրանա։ Ու թեև կենտրոնական բանկը աստիճանաբար իջեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, շուկայում տոկոսների նվազման միտում առայժմ չի նկատվում։ Մինչ այդ վարկառուներին մնում է լինել ավելի զգոն, տեղեկացված եւ պատասխանատու ֆինանսական որոշումների կայացման հարցում։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։